Ինչպես պարկեցնել փոքրիկին քնելու։ Նորածին փոքրիկը չի կարողանում ինքնուրույն հանգստանալ և հանդարտվել, այդ պատճառով նա շատ է կարիք ունենում մոր օգնությանը։ Քունը հանգստի, թուլացման և հաճելի զգացողությունների մասին է։ Հետևաբար սխալ է փոքրիկին քնեցնել արցունքների, հիստերիայի և դիմադրության միջոցով։ Մինչ փոքրիկին քնեցնելը, անհրաժեշտ է ճիշտ պատրաստել նրան քնին և օգնել, որ նա թուլանա։ Շատ կարևոր դեր ունի երեխայի ակտիվությունների ճիշտ պաշխումը օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում արթուն մնալու ժամանակը բաժանվում է ակտիվ և հանգիստ հատվածների, 70%-ը ակտիվ, 30%-ը հանգիստ։ Եկեք խոսենք հանգիստ արթուն մնալու ժամանակի մասին։ Մինչ 6 ամսականը հանգիստ արթուն մնալու ժամանակը, կամուրջը դեպի քունը և տևում է մոտ 20 րոպե։ Ավելի մեծ տարիքում 40 րոպեից մինչև 1 ժամ։ Այդ ժամանակը պետք է երեխային հանգստացնելու և նրա տեմպը դանդաղեցնելու համար, ինչին կարող ենք հասնել կրճատելով նրա նյարդային համակարգի վրա զգայական ծանրաբեռնվածությունը։ Այսինքն պետք է նվազեցնել լույսի մակարդակը, հեռացնել վառ ու բարձրաձայն խաղալիքները, միացնել հանգիստ երաժշտություն, ընտրել հանգիստ խաղեր, երեխային տալ շատ շփում և մարմնական կոնտակտ։ Կամուրջից հետո քնի նախապատրաստման արարողությունը տևում է 5-ից 10 րոպե։ Սա մի քանի գործողություններ են, որոնք ամեն օր կրկնվում են նույն հաջորդականությամբ։ Արարողությունը պետք է հաճելի լինի թե երեխայի, թե մոր համար։ Արարողության շնորհիվ փոքրիկները հասկանում են, որ եկել է քնելու ժամանակը, հանգստանում են, ստանում են մայրիկի ուշադրությունն ու սերը քնելուց առաջ։ Արարողությունը ավարտվում է գիշերային լույսը անջատելով։ Սա նույնպես դառնում է պայմանական նշան երեխայի համար, որ քնի ժամանակն արդեն եկել է։ Ձեր օգնությունը երեխային քնելիս նույնպես անհրաժեշտ է, բայց փոքրիկի մեծանալուն զուգահեռ կարելի է այն աստիճանաբար նվազեցնել։ Ձեր քնի օգնությունը կարելի է բաժանել ուժեղ և թույլ, և մենք այն անվանելու ենք քնի ասոցիացիա։ Ուժեղ քնի ասոցիացիաներ են ծծելը, ճոճելը։ Թույլ քնի ասոցիացիաներ են լսողական և շոշափելի։ Այսինքն դա օրորոցայինն է, քնի մանտրան, սովորական ձայները, ձեր հպունները։ Քնի ասոցիացիաներ, որոնք ձեր օգնությունը չեն պահանջում, սիրելի վերմակը, խաղալիքը, ննջասենյակի միջավայրը, ջերմաստիճանը, բույրերը։ Ձեզ շատ կօգնի, եթե փոքրիկը քնի համար ունենա ոչ միայն ուժեղ ասոցիացիաներ, այլև այլ տարբերակներ։ 10 ամսականում կարելի է աստիճանաբար հեռացնել ուժեղ քնի ասոցիացիաները։